Հարևաններից մեկն է տեսել, պատահական ու զանգել է քրոջս։ Արման, քույրդ կարող է պրոբլեմ դառնա մեր օպերացիայի համար։ Չէ, մանային ասել եմ, որ վաղը թռնում եմ Փարիզ։ Չգիտեմ, Արման, չգիտեմ, վտանգավոր է։ Եթե Կազումյանները պարզեցին, որ դու քույր ունես, ամեն ինչ կարող է բացահայտվի։ Մանեն գիտի ինչով եմ զբաղվում։ Ու նաև գիտի ինչ հետևանքներ կլինեն, եթե բացահայտվի իմով լինելը։ Դու չգիտես, Արման, թե ինչերի են ընդունակ Կազումյանները։ Ու ինչ ես առաջարկում։ Ես պետք է խոսամ քրոջդ հետ։ Նրա կարիքը չկա։ Չէ, կա, Արման։ Եթե նույնիսկ 1% հնարավորություն կա, որ Կազումյանները կարող են քրոջդ հայտնաբերել, ես չեմ կարող այդ վտանգը անտեսել։ Ու ինչ ես ասելու մանեին։ Ճշմարտությունը։ Նա պետք է քո լեգենդի մասը կազմի։ Չէ, Բորոյան, ես չեմ պատրաստվում քրոջս կյանքը վտանգել։ Նրա կյանքն արդեն վտանգված է, Արման, ինչպես որ քոնը։ Կամ նա դառնում է քո լեգենդի մի մասը, կամ ես դադարեցնում եմ օպերացիան։ Մտածի, Արման, մտածի։ Դու մինչև առավոտ ժամանակ ունես։ Սաղդ արդեն կուրսի եք, որ երեք հորս ու իմ վրա մահափորձ է եղել։ Մեզ հաջողվել է կիլերներից մեկին վիրավորել ու բռնել։ Ու մենք հույս ունենք, որ դրանից պատվիրատուի անուն ենք լսելու, բայց ուշքի չգալով մեռել է։ Ու առանձնապես մտավոր ունակություններ պետք չի հասկանալու համար, որ այդ պատվեր տվողը նույն աղբորս գողացողն է։ Ինչ ես այդքան դրանում վստահ, Ռազ։ Որովհետև Հայաստանում մենք բիզնես հետաքրքրություններ ու թողած պոչեր չունենք։ Հետևաբար թշնամիներ էլ չունենք։ Ու մենք վստահ ենք, որ այդ նույն մարդու կամ մարդկանց ձեռի գործն է։ Ու եթե ուզում եք իմանաք, Մեր բոլոր ջանքերը գտնելու տղուս արդյունք չտվեցին։ Այն մարդիկ, ովքեր ուզում էին մեզ սպանել, նրանք էլ ստվերում են։ Այդ պատճառով ես բարդ որոշում եմ կայացրել, որը միակ հնարավոր լուծումը կարող է լինել այս իրավիճակում։ Ինչ լուծում, ավո, ինչի մասին է խոսքը։ Վաղվանից քաղաքը կանգնում է բառիս բուն իմաստով։ Ոչ մի գործարք, ոչ մի գրամ նարկոտիկի վաճառք, ոչ մի լևի գործ։ Մինչև տղուս չգտնենք։ Այդ խելագարություն, ավո։ Դու չես կարող քո անձնական խնդիրների պատճառով սաղ քաղաքը պարալիզացնես։ Ուրեմն բոլորդ էլ հասկանում եք, որ վատ դրության մեջ ենք հայտնվելու։ Բայց ես միակ տարբերակն է, միակ ձևն է, որ հասկանանք, թե ովքեր են առևանգողները։ Ու ավո հենց մահափորձի հետևում ովքեր են կանգնած։ Ես այս հարցում ավոյի հետ եմ։ Ինչքան էլ միանշանակ չի որոշումը։ Բայց այս դրության մեջ արժի գնալ ռիսկի։ Ոնց որ Շախն ասեց, որոշումը ռիսկային է, բայց նպատակին հասնելու համար արժի գնալ այդ ռիսկին։ Ինձ համար բարդ որոշում է։ Մանավանդ հիմա, երբ փողոցներում ուժեղ կոնկուրենցիա կա։ Մեր անգործությունից մեր բիզնեսներն են թուժելու։ Բայց ամեն դեպքում, ավո, ես համաձայն եմ քո որոշման հետ։ Ես քո հետ եմ։ Ամբողջ հարգանքով Անդերս, ես համաձայն չեմ այդ որոշման հետ, ավո։ Դու մեզ սաղից ուզում ես ներքաշես քո անձնական պատերազմի մեջ։ Մենք չենք կարող ամեն ինչ զոհաբերենք անուն մի մարդու։
Չի կարա տենց բան լինի։ Դու աղբորս մասին ես խոսում, Սերգո։ Ես հասկանում եմ քո աղբոր արժեքը քո համար։ Բայց մենք չենք կարա ուդարի տակ դնենք մեր կազմակերպությունը հանուն մի մարդու։ Չկա տենց ճիշտ։ Հարցը նրանում չի, որ Դավիթն իմ տղեն է։ Հարցը նրանում է, որ եթե մենք չենք կարողանում պաշտպանենք մեր երեխեքին, ուրեմն մենք ոչ մի բան ենք։ Ու ոչ մեկ մեզ չի հարգի այս քաղաքում։ Դու հենց նոր շատ վատ բան ասեցիր, Սերգո։ Դու բիզնեսը ավելի բարձր գնահատեցիր, կամ երեխեքի կյանքը։ Ես տենց բան չասի։ Բերեմ իմ աղջիկը կոմայի մեջ է իմի։ Կյանքում ավանիդ կռիվա տալի։ Ոյ տարել են մարդիկ, ովքեր որ առևանգել են Դավիթին։ Վերջացավ, մենք ոչ մի խոսակցության առիթ չունենք։ Դու ճիշտ ես, Ավո։ Քո հետ էլ եմ համաձայն, լուրդ։ Անուն մեր երեխեքի մեզնից յուրաքանչյուրը իր կյանքը կտա։ Բայց այն ինչ որ որոշել եք, այդ հարցի լուծում չի։ Մեզանից բացի, այս քաղաքում հարյուրավոր տղեր կան, ովքեր իրանց շահերը ունեն։ Ու մենք չենք կարա իրանց փոխարեն որոշում կայացնենք։ Այստեղ մարդիկ կան նստած, որ ազդեցություն ունեն քո ասած տղեկի վրա ուհան։ Անես որ պետք չի ստեղ հեքիաթներ պատմել։ Քաղաքը կանգնացնելով դուք ձեր խնդիրները չեք լուծելու, Ավո։ Ընդհակառակը բարդացնելու եք։ Ու այն մարդը, որ գողացել է տղուտ, ու մահափորձ է կազմակերպել, կարող է ստվերից դուրս չգալ։ Այս որոշումը այն ուռոդի համար չի, որ գողացել է երեխուս։ Այդ որոշումը ձեր բոլորի համար է։ Գտնում եք դրան, եթե չեք ուզում սրկվել ձեր փողերից։ Ու այդ մենք ոնց ենք անելու, Ավո։ Կգտնես ձևը, եթե ուզում եք շարունակել աշխատել։ Ավո սենց գործ չեն արում։ Դու մեզ պատերազմի ես մղում։ Ես իմ տղու կյանքն եմ ուզում փրկեմ, Սեմ։ Եթե դրա գինը պատերազմն է, ուրեմն կլինի պատերազմ։ Մինչև առավոտ կուրսի պահեք ինձ ձեր որոշման մասին։ Խոսելու բան կա, մամ։ Ինչ է պատահել։ Լավ կլինի, որ դրսում խոսենք։ Չեմ ուզում, որ Գևորգը լսի։ Լավ։ Ինչ է պատահել։ Դուք եք սպանել Դավիթին։ Ինչ Դավիթ, ում մասին է խոսքը։ Մենակ թե պետք չի հիմա դերասանություն անել, մամ։ Դու շատ լավ գիտես ես ում մասին եմ խոսում։ Ավոյի որդու։ Չհամարձակվես ինձ հետ այդ տոնով խոսել։ Եվ երկրորդ, ես չգիտեմ ինչ է եղել Ավոյի տղային։ Մամա Գևորգը ամեն ինչ լսել է։ Լսել է, թե ինչպես եք դու ու պապան խոսում, թե ով է մահափորձ կատարել Ավոյի ու իր տղայի վրա։ Թե ինչպես եք քննարկում Դավիթի սպանությունը։ Ամեն ինչ լսել է, մամա։ Ամեն ինչ այնպես չի, ինչպես դու ես պատկերացնում։ Իսկ ո՞նց է։ Դուք եք նրան սպանել։ Նույնիսկ չհամարձակվես այդպես մտածել։ Դու դրանով կարող ես ոչնչացնել մեր ընտանիքը։ Ես քեզ խնդրում եմ, մամ։ Ինձ ճշմարտությունն ասա։ Ասա, որ դուք ոչ մի կապ չունեք այդ տղայի սպանության հետ։
Ավոն լրիվ ափերը խառնել է։ Իրան ես քաղաքի տեր են ազգում։ Մտածում է 10 տարի անց կարագա ու անի ինչ ուզում է։ Բայց ես քաղաքը մերին ասեմ։ Ու մենք ենք ստեղ որոշումներ կայացնում։ Ես լրիվ համաձայն եմ քո հետ Սերգո ջան։ Ավոյի ասածը աբսուրդ է։ Լավ, ասենք քաղաքը պարալիզացրեցիր։ Ու ո՞նց է այդ օգնելու գտնես տղուտ։ Մարդը ասեց, մենք պիտի վիզ դնենք գտնենք։ Ոնց ես այդ անելու բուրջ։ Գաղափար անգամ չունեմ։ Ավոյի ասածը մենակ մի դեպքում կարա աշխատի։ Ո՞րն է այդ դեպքը, ո՞ր։ Եթե տղուն գողացող է ու իրանց սպանության զակաշիկը մեզանից մեկն է։ Ո՞մ ես դուք հասկացում։ Ոչ մեկին ջիվան։ Ես ուղղակի փորձում եմ ավոյի լոգիկան բացատրեմ։ Ու ճիշտ ես բացատրում։ Բայց ավոն կարա նաև սխալված լինի իր հաշվարկներում։ Կարա չէ, սխալվում է։ Թշնամուն ինքը պտի իր շրջապատում ման գա։ Ավոյի ասածը պտի մերժենք սեն։ Մենք չենք կարա ռիսկի գնանք ու միլիոններ կորցնենք իր կապրիզի համար։ Դու ինչ կասես, Ջիվան։ Դու ես մեր գլխին կանգնած, դու էլ որոշի։ Եթե որոշեցիր, կհամաձայնում եմ այդ որոշմանդ։ Բայց ասեմ, ես դեմ եմ այդ գաղափարին։ Ճիշտ է, ավոն լուրջ ավտորիտետ է, հարց չկա։ Բայց ինքը չի կարա մեր փոխարեն որոշումներ կայացնի։ Մտածելա պետք է։ Մտածելու բան չկա։ Ոնց որ ասեցի, ես քաղաքում Կազոմյաններն են որոշում։ Ու ոչ ավոն, ոչ որևէ մեկը չի կարա գա ու մեզ թելադրի ասի ոնց շարժվենք ու որ ուղղությամբ շարժվենք։ Պատերազմ է ուզում։ Կստանա պատերազմ։ Դե խոսացնեմ, ինչ ենք անելու։ Պետք է համաձայնվել ավոյի որոշմանը։ Թեկուզ ժամանակավոր։ Ես ինչ ես ասում, Սեմ։ Նոր դու էի ասում, որ… Գիտեմ ինչ էի ասում, Սերգո։ Բայց այդ հիմա մեզ հնարավորություն կտա վերահսկողության տակ պահել պրոցեսները։ Ու ցույց տալ բոլորին, որ մենք հասկանում, կիսում ենք ավոյի ցավը։ Ու մենք թշնամի չենք նրան։ Մտածում ես, որ ավոն կգնահատի մեր մեծ ահոգությունը։ Մտածում եմ, որ մենք հիմա պատերազմ սկսելու իրավունք չունենք։ Իսկ այդ ժամանակավոր դժվարությունները մեզ չի թուլացնի։ Ես այն որոշումը։ Փոխանցեք բոլորին։ Մենք ոչ մի կապ չունենք Դավիթի ենթադրյալ սպանության եւ ավոյի նկատմամբ մահափորձի մեջ։ Իսկ ինչի ենթադրյալ։ Ենթադրյալ, որովհետեւ մենք չգիտենք նա ողջ է թե չէ։ Բայց Գևորգը այլ բան է լսել։ Գևորգը սխալ է հասկացել։ Ես քեզ չեմ ստում։ Իսկ ինչի է papan հենց քեզ մեղադրում։ Որ հնարավոր է, որ դու ես մարդասպան վարձել, որ սպանի ավոյին ու որդուն։ Ավոն հորդ հետ հին հաշիվներ ունի։ Նա մտածում է, որ papan է սպանել իր եղբորը։ Իսկ դա այդպես է։ Հայրդ ասում է ոչ։ Եվ ես նրան հավատում եմ։ Դու իմ հարցին չպատասխանեցիր։ Ինչի է papan մտածում, որ դու կարող էիր սպանել ավոյին։ Մի քանի օր առաջ մեր մեջ խոսակցություն է եղել։ Ես մտավախություն ունեի եւ հիմա էլ ունեմ, որ եթե ավոն չգտնի իր տղային, հորը տա մեղադրելու։ Եվ մեր ընտանիքից վրեժարուցելու։ Ես էլ խոսքի մեջ ասացի, որ եթե ամեն ինչ դրան գնա, պետքա նրանց կանգնեցնել։ Հայրդ էլ իր ձևով է հասկացել։ Կներես, բայց
Չեմ հավատում ոչ մի խոսքիդ։ Ես քեզ ճիշտն եմ ասում, Սոնա։ Այն ինչ որ կա։ Ինքդ մտածի։ Իմ ու հորդ ինչին ա պետք է տղայի մահ։ Ինչի։ Արդեն 10 տարի Ալվոն էստեղ չի ապրում։ Եվ պապան ու ինքը ոչ մի ընդհանուր հետաքրքրություն չունեն։ Եթե չես հավատում, կարող ես պապային հարցնել, երբ որ գա։ Ու կհարցնեմ։ Իսկ մինչ այդ աշխատի բերանը տպակ պահել։ Որովհետև եթե այս մասին ինչ-որ մեկը իմանա, մենք ոչ մի հնարավորություն չենք ունենա ապացուցելու։ Ու մեզ կոչնչացնեն։ Հասկանում եմ։ Էնպես արա, որ Գևորգն էլ հասկանա։ Ես Գևորգին ամեն ինչ բացատրել եմ։ Եվ հետո այնքան ազդված էր ձեր խոսակցությունից, որ կարծում եմ ավելի լավ է հիմա նրան հանգիստ թողնենք։ Կներես, բայց դա քո որոշելու հարցը չի։ Իսկ երբ հայրդ գա, մենք բոլորով կխոսենք այդ մասին։ Տարվա ամենասպասված հայկական համերգային երեկոն Ակուակալենտեի շքեղ The Show համերգասրահում հուլիսի 25-ին տեղի կունենա լեգենդար երգիչ Հարութ Փամբուկչյանի մենահամերգը։ Շտապեք ձեռք բերել ձեր տոմսերը հենց հիմա, քանի որ դրանք շատ արագ սպառվում են։ Բաց մի թողեք բացառիկ հնարավորություն վայելելու անմոռանալի երեկո եւ կենթանի հանդիպում ունենալ լեգենդար երգիչ Հարութ Փամբուկչյանի հետ։ Դե ինչ, հանդիպում ենք հուլիսի 25-ին երեկոյան ժամը 6:30-ին Ակուակալենտեի The Show համերգասրահում։ Ինչպես են համաշխարհային աստղերը մեկ էլ հանկարծ երիտասարդանում։ Գաղտնիքը բացահայտված է եւ այժմ հասանելի է հենց այստեղ, Գլենդելում։ Կորեական այս սարքը առանց վիրահատության ձգում եւ երիտասարդացնում է մաշկը ու կնճիռները չքվում են։ Այլևս ոչ մի սրսկում, ոչ մի կտրվածք եւ ոչ էլ վերականգնողական շրջան։ Միայն քուլուքսում, ոչ վիրահատական facelift բոլորովին անցավ։ Ընդամենը 20 րոպե հետո դուք վերադառնում եք աշխատանքի 20 տարի երիտասարդացած։ Սա իսկապես հրաշք է։ Զանգահարեք հենց հիմա 818 418 1111։ Քուլուքս, դուք նորից երիտասարդ եք։ Dentaluxe միջազգային մակարդակի ամենաառաջատար ատամնաբուժական կենտրոնն է Ամերիկայում։ Այստեղ են բերվել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք հազվագյուտ են այսօր եւ այստեղ են ոլորտի լավագույն բժիշկները։ Գալով Dentaluxe միանգամից կարվի եռաչափ 3D սկանավորում, որը ցույց կտա ձեր բերանի ամբողջական պատկերը, բորբոքումներ, լինդերի խնդիրներ, վնասված ատամներ, մի խոսքով ամեն ինչ։ Այստեղ է նաեւ գերժամանակակից լաբորատորիա, որտեղ անմիջապես կարող են պատրաստել ինչպես առանձին ատամներ, այնպես էլ ամբողջական ատամնաշար։ Իմպլանտներ, վնյուրներ, ընդբուրում ճշգրիտ, այնպես ինչպես եղել են ձեր բնական ատամները կամ ինչպիսին երազում եք ունենալ։ Մի խոսքով կարելի է մեկ օրում լուծել ատամների խնդիրները եւ վայելել կյանքը գեղեցիկ, ճերմակ, առողջ ատամներով։ Գիտեք ինչքան կարեւոր են ատամները առողջության համար։ Վերանում են անիմաստ գլխացավերը, լավանում է մարսողությունը, հետ է գալիս երիտասարդ զգացողություն։ Հետ մի գցեք, զանգահարեք հիմա 818 418 5555 կամ պարզապես այցելեք 229 North Central Avenue, Glendale, 2-րդ հարկ, Dentaluxe։ Ուղղակի հրաշք ատամնաբուժական կենտրոն, պետք էլ չի ժամադրություն։ Ուղղակի եկեք եւ մենք ձեզ կցուցաբերենք լավագույն խնամք։ Dentaluxe, գերարդիական կլինիկա, 818 418 5555։ Եվ ավելի քան 20 տարվա փորձառությամբ օգնում է մարդկանց, ովքեր ունեն լսողական խնդիրներ։ Լավ լսողություն նշանակում է ամուր կապ աշխարհի եւ մերձավորների հետ։ Enhance Audiology կլինիկան գործում է 2 քաղաքներում՝ Գլենդելում եւ Փասադինայում։ Այստեղ ընդունվում են մեդիկալ, մեդիկեյր եւ մյուս բոլոր առողջական ապահովագրությունները։
Տարվա ամենասպասված հայկական համերգային երեկոն Ակուակալենտեի շքեղ դշոու համերգասրահում հուլիսի 25-ին տեղի կունենա լեգենդար երգիչ Հարութ Փամբուկչյանի մենահամերգը։ Շտապեք ձեռք բերել ձեր տոմսերը հենց հիմա, քանի որ դրանք շատ արագ սպառվում են։ Բաց մի թողեք բացառիկ հնարավորություն վայելելու անմոռանալի երեկո եւ կենթանի հանդիպում ունենալ լեգենդար երգիչ Հարութ Փամբուկչյանի հետ։ Դե ինչ, հանդիպում ենք հուլիսի 25-ին երեկոյան ժամը 6:30-ին Ակուակալենտեի դշոու համերգասրահում։ Վիգեն, որտեղ ես։ Շտապ տուն արի, դու ինձ պետք ես։ Մեզ մենակ թողեք։ Շոուն ես վերջում չէի սկսել, այլ սկզբում ձև էի բռնել, թե համաձայն չեմ Ավոյի որոշման հետ, որ կասկածի տեղիք չտան։ Ու եթե Ավոն կանգներ ասեր Սեմ, քո բոլոր բիզնեսների կեսը ինձ պտի տաս, ես դրա հետ էլ կհամաձայնվեի Սերգո, ու գիտես թե ինչի։ Որովհետև մենք ենք սպանել Ավոյի տղուն։ Ու մենք հիմա ամեն ինչ պետք է անենք, մեր վրայից կասկածները հեռու տանենք։ Ու ոնց ես այդ անելու։ Քեզ թվում է 2-3 օր սաղ ստոպ տանք Ավոն զադնի դնելու։ Այդ չի լինելու Սեմ։ Նա միշտ տղուն կամ այդ զակաշիկին չգտնի։ Նա ձեռ չի քաշելու։ Խոսքս հիշի։ Մեզ հիմա պետք է ժամանակ շահել։ Ինչև հասկանանք ինչ ենք անում։ Սեմ, դու իմ մեծ աղբերն ես, ու դու ես որոշում ներկայացնում, բայց այս հարցում ես քո հետ համաձայն չեմ։ Պետք չի ժամանակ շահել։ Պետք է ուղղակի ավարտին հասցնել այն գործը, որ այդ քիլերները սկսել են։ Այդքան բան։ Ուզում ես Ավոյին վերացնենք։ Ուրիշ տարբերակ չկա, Սեմ, քանի Ավոն սաղը նա ձեռ չի քաշելու տղուն գտնելու գաղափարից։ Այսօր քաղաքն է կանգնացնում, վաղը կսկսի հերթով վերացնել սաղից։ Նա պրոբլեմ է, որից ազատվել է պետք Սեմ։ Լորդին էլ ես խփելու։ Հետո Ռազի, Շախի, Մոսոյին, Կամոյին, Նվերին, Ազատին ու էլի շատ լուրջ տղերքի, որ սարի պես կանգնած են Ավոյի մեջքին։ Չէ, Ավոն որ չեղավ, մնացածը սաղ կսսկվեն։ Իսկ եթե չէ լեզու կգտնենք հետները։ Սեմ մտածի ասածներից մասին, մեկը վաղ թե ուշ գալու ես այդ մտքին։ Ասացատել։ Արդեն խոսել ես հետները։ Ոչ մի բան չանես, հեսա գալիս եմ։ Գնացինք։ Բան աղի։ Գևորը մեր խոսակցությունը լսել է ու սաղ պատմել է Սոնային։ Պլանը մենակ մի դեպքում կաշխատի։ Եթե Դավիթին գողացողները ու ձեր վրա մահափորձ կատարողները մեր շրջապատի մարդիկ լինեն։ Դու կասկածում ես այդ հարցում։ Ավելի շատ հա, քան չէ։ Այս ամեն ինչը չափից ավելի շատ ձգվեց։ Ու հասկանալի չի են մարդկանց նպատակները, որ գողացել են Դավիթին։ Դրան 1000 պատճառ կար Ալիշախ։ Կարա։ Բայց քանի որ հասկանալի չէ այդ պատճառները, քամուդեմ կռվ ենք տալիս։ Ես համաձայն եմ Շախի հետ։ Քաղաք կանգնացնելը հարց չի լուծելու, քանի դեռ մենք մեր թշնամուն չենք գտել։ Ճիշտ ես ասում, Կամո, բայց սա հնարավորություն է, որ այս բոլորի ճնշման տակ մեղավորը փորձի ելքեր գտնել։ Իսկ ճնշում լինելու է, քանի որ այդ մարդիկ լուրջ փողեր են կորցնելու։ Իսկ եթե տարբերակն էլ չօգնի, ինչ ենք անելու ավո։ Ես չգիտեմ։ Կյանքիս մեջ առաջին անգամ չգիտեմ, ինչ պատասխանեմ։ Սեմնա։
Ասացեմ, լսում եմ։ Քո առաջարկը շատ վիճելի է, Ավո։ Ու մենք մեծ վնասներ ենք կրելու։ Բայց եթե դու վստահ ես, որ այդ կօգնի գտնել տղուտ, Կազումյանները միանում են քո որոշմանը։ Բոլոր բիզնեսները, կողմնակի գործերը ես ստոպ կտամ։ Շնորհակալ եմ, որ մեր հետ ես, Սեմ։ Ուր, բաբա։ Ինձ պետք է մենակ մնալ։ Մի երկու օր սպասենք։ Տենանք իրադարձությունները ոնց են զարգանում, հետո կհասկանանք ինչ ենք անում։ Բարի գիշեր։ Լույս բարի։ Սրբուկը ասեց, որ այսօր մեր տանն է սեղել, ու շատ տպավորված էր։ Շնորհակալ եմ, որ այս բարդ իրավիճակում ժամանակ գտար ու օգնեցիր աղջկաս։ Շնորհակալության կարիք չկա, շախ։ Ինչով կարամ կօգնեմ։ Միջ վաղը։ Բարի գիշեր։ Չէի մտածի, որ Կազումյանները կհամաձայնվեին Ավոյի ասացի հետ։ Պաստորեն իրենց հաշվով ինչ մտածում ենք, սխալվում ենք։ Կամ էլ այդ ձևա, որ իրանց վրից կասկածները ցրեն։ Ճիշտ է, ապացույց ու փաստեր չունեք դրանց դեմ տալու։ Սեթոն էլ մինչև վերջ չկոտրվեց դաժե աղբորը կորցնելու շեմին։ Բայց ով ինչ ուզում է ասի, մարմնիս են ամենավերջի բջիջով է զգում եմ, որ դրանք են այս ամեն ինչի հետևը կանգնած։ Պետքի չէ։ Իմ համար արդեն մեկ ավիկ։ Ինչ ես մտածել։ Եթե մեկ-երկու օրից էլ ձեն չլինի, անելու եմ ամեն ինչ իմ ձևով։ Որն է այդ ձևը։ Կիմանաս։ Ես շատ եմ ցավում տղես, որ ստիպված ես եղել այդ ամեն ինչը լսել։ Այդ իմ մեղավորությունն է որպես ծնողի, բայց հավատացնում եմ քեզ։ Ոչ ես, ոչ մաման, ոչ էլ մեր ընտանիքից որևէ մեկը կապ չունի Դավիթի անհետացման կամ սպանության հետ։ Բայց թե կապ չունի, պապ, ինչի էր մաման ասում, որ իրան սպանել են։ Դա ընդհանրապես ենթադրություն է։ Մենք շատ ենք խոսացել այդ թեմայով։ Քննարկել ենք տարբերակներ։ Սպանությունը այդ տարբերակներից մեկն էր։ Ավոյի ու տղայի վրա մահափորձը։ Ես քեզ արդեն բացատրել եմ, չէ՞։ Թող պապան ասի։ Մաման ամեն ինչ շատ ճիշտ ասել, Սոնա ջան։ Մենք այդ մահափորձի հետ կապ չունենք։ Ինձ հիմա այդքան այդ մահափորձի փաստը չի անհանգստացնում, ինչքան են, որ մաման կարար դա կազմակերպեր։ Ես դու արդեն չափերդ չես անցնում։ Ես ի՞նչ ձև ես խոսում, հա։ Չէ, չեմ անցնում, Վիգեն։ Ես էլ քո պես ընտանիքի անդամ եմ ու ուզում եմ իմանալ։ Ինչքան պետք է արդեն իմացար։ Վիգեն, խնդրում եմ ինձ Գևորգի ու Սոնայի հետ մենակ թողեք։ Երկու բան պետք է ասեմ ձեզ։ Հիշեք երբեք չմոռանալ։ Առաջինը, մեր ընտանիքը ոչ Դավիթի անհետացման, ոչ էլ Ավոյի վրա կատարված մահափորձի հետ կապ չունի։ Իսկ եթե ունենար, Սերգո, կասեիր։ Ես կասեի, որ պատկերացնենք այն սիտուացիան ու հետևանքները, որոնք կարային լինեին դրանից հետո։ Բայց նույնիսկ այդ հիմա կարևոր չի։ Սիրում ես հորդ։ Հա։ Իսկ մորդ։
Վիգենին, Սոնային։ Հա, սիրում եմ։ Դու այդ բոլորին կարաս կորցնես։ Եթե հանկարծ այս ինֆորմացիան ինչ-որ մեկին հասնի, ու դրանից հետո հասնի ավորի ականջին, ու այդ ժամանակ էլ էական չի լինի, թե ով ինչա լսել կամ տեսել, կվերացնեն սաղիս, ոչ մեկի շեն խնայի, դուք Կազումյաններ եք, իսկ Կազումյանների արյունը ամենաթանկ բանն է ձեր համար, այս աշխարհում չկա մի բան, անուն որի դուք պետք է ընտանիքը հարվածի տակ դնեք, մտածեք խոսքերիս մասին։ Նորմալ է քո այդ ամեն ինչ։ Առավոտուց զանգեցիր, մտածեցի ինչ-որ բան ա պատահել։ Նորմալ է ամեն ինչ։ Ներսրիկ խոսում։ Բարև մանե։ Բարև ձեզ։ Ես ոստիկանության գնդապետ Անդրանիկ Բորոյանն եմ։ Ձեր եղբոր անմիջական ղեկավարը։ Ենթադրում եմ, որ անձնական ծանոթության համար չեք ինձ այստեղ հրավիրել։ Ճիշտ եք ենթադրում։ Անցեք, խոսենք։